Երջանիկ են այն ազգերը, որոնց ֆորմալ լիդերը եւ փաստացի լիդերը համընկնում են մի անձի մեջ։ Տեսարի չելավը։ Նայ ինչի համար է տեսությունա քննում լիան։ Ես քեզ ասացի թե այն բոլոր ձիրքերն ու հատկությունները տարբեր անհատների մեջ, որը կազմում մի հատ խումբ։ Ախր հենց այդտեղ հակասությունը առաջանում։ Եթե դու ձիրքերը բաժանում ես անհատների մեջ, նորից առաջանում է խումբ, ինչ նշանակություն է այդ խումբը 20 հոգի է, թե 20 միլիոն։ Խումբ, որին պետք է ղեկավարի լիդերը։ Նորից հարցը առաջանում է։ Ուրեմն դուրս է գալի որ ինչքան ուզում ես բուրգը տաշի, վերջը պիտի գագաթ ունենա։ Չես կարող կանգնես, հատած բուրգեր կստանաս։ Ուրեմն դուրս է գալի որ ձիրքը անհատի մեջ ամենածայրի կետը է դա։ Այո։ Թե չէ ժողովրդավարություն, հիմքի բոլոր ժողովուրդը վարում են բուրգը։ Ինչ որ մեկ ուրիշ լիբերալիզացիա, ինչ որ հարուստները ղեկավարում են մի հատ ուրիշ շերտ, մտավորականություն, մի հատ ուրիշ շերտ, հերոսներ եւ քաջեր, մի ուրիշ շերտ, միևնույնն է, պետք է կետի վերածես դա, ով է հասարակության, ինտելիգենցիայի, լիբերալների, քաջերի եւ հերոսների, գրողների եւ փիլիսոփաների վերևը անհատը ով է։ Չկա այդ անհատը փլվելու է այդ բուրգը։ Ուրեմն հասկացաք տղա ջան։ Այո։ Դե գնանք առաջ լավ է գնում չէ՞ մեր գործը։ Մի րոպե ես իմ տեսակետն ասեմ։ Ասա լսում եք։ Տեսեք հետաքրքիր բան է, չէ՞, օրինակ կոմունիստներին դժվար է հաստատել թե հավատացյալ են, Պոլիտբյուրոն 12 անդամ էր ոստի։ Այս 12 թիվը շատ հետա ու պարզապես ես հավատում եմ դրան, քթել են որ մարդիկ կարող են միս չտարանջատվել, խոսքի 3 հոգի խումբ, 4 հոգի, ամենաշատը եթե 12 հոգի են լինում։ Եթե ավել են անում, շատ դժվար է ինչ-որ ղեկավարել է։ Մի րոպե հայ ջան, մենք հասկացանք օրինակները տել 12 թվի հետևից ես եկել։ Այստեղ պետք է աթեիստին ասենք մոտեցի։ Մի րոպե, աթեիստ մոտեցի։ Հայկը ասում է այս 12 թիվը Պոլիտբյուրո Քրիստոսի ասում է 12 թիվը աթեիստ մենք չենք կարող բացատրել։ Կարած բացատրես, ինքը կասի հայեսա։ Ձայն տանք իրան արա վազում է կողքին։ Մեկը մենք չենք կարող անալու։ Նույնիսկ Աստծո Քրիստոսի 12 առաքյալների թենչի է 12, Աստված չի տալիս թենչի է, բայց այս աթեիստը կասի։ Լավ, վեկալենք աթեիստական հենց բանից եմ ասում, որ մարդը 12 հոգուց ավել արդեն դժվար է լինում մասնավորություն։ Այման 12-ը ինչ թիվ է, 12-ը ինչ թիվ է։ Հիմա նայեք, դե ինչ հիմա տիեզերքի հետ չխառնենք հիմա, պարզապես ուզես չուզես պետք է խառնես։ Լավ, 10 չնեին, 12 չնեին, ես ոնց կլես 10 մաքսիմալ 12 հատ տեղ չէ դուք կարող եք ունենալ այս օվոյով 12 հատ արա լավ էլի հայ, դու արդեն մեր հաղթարշավը վեր ես ածում ուղղակի փոշիացման, չես թողում։ Ես այդ որ ասում եք լիդերի հարցի մասին է խոսքը, միջև լսեք կանգնում եմ։ Եթե նույն ղեկավարությունները, որ նույն են, կան 5 հատ սիլավոյ, այդ որ Սավետ Բիզապասնեսել, էլի մոտավորապես 10-12 հոգի են։ Հիմա մենք կարող ենք այդ 10-12 հոգից մեկը ֆորմալնի լիդերը լինի, բայց նա պատերազմի ժամանակ ու բոլոր պետությունները այդպես են եթե նայեք։ Պատերազմի ժամանակ նա ստանում է բացառիկ իրավունքներ, արդեն իմպերատորի իրավունքներ։ Հիմա մեզ պետք է այդ խումբը, որ ամեն մեկը իր տեղը ունի, 12 հոգի կլինեն, 17 հոգի կլինեն, 20 հոգի կլինեն, բայց կարող է 5 հոգին լինեն ամենասիլավոյ հարցերով զբաղվողները, ամենակարևոր մարդիկ, ասենց ասել։ Լավ, լսի, դա հասկացանք։ Ժողովրդական առանձնացումը
երկու գլուխ Հայաստանը ունեցել է Այս հայկը չի լսում արա մեր իր տապակ բանը պարտադրում է պետք է լսենք իր տապակ ուշա գալիս ուշա գալի պարզապես բանը դրա համար երկու գլուխ մի ղազանի մեջ չի եփվի եղավ մարդը բոլոր կենթանիները երկու գլխանի չեն կառավարումը մեկ պրոցեսոր է մեկ ուղեղը մնացածը սա պերիֆերիա է եւ ինֆորմացիոն դաշտեր հավաքող բնությունը սարքել է անպայման մեկ ղեկավարում երկու չկա եղավ աթեիստից ասեցի լսեցի ինքը ասեց ես չասեցի Աստված էլ խելոք մարդ հա ինքը ասել է մեկ երկրորդ Աստվածը չկա ասма ինչի մենք Աստվածների համույթ չենք ով որ Աստվածների համույթ կստեղծի դա պարզապես մեր պերիֆերիաներն է 12-ի կենտրոն Անահիտ Վաչագան Վահակ եւ այլն դա ձեր գործն է պարզապես ներքևի ղեկավարություն բայց ամենավերևում կանգնած է մեկը դիեզերական Աստվածն է վերևում կանգնած որի մասին մենք պատկերացում չունենք բայց որ տենում ես կառավարվում ամեն ինչ ասում ես էտա ուրիշ մեր ճանապարհը էտա տանում որ իշքան խոսանք հեսա ճանապարհի մահմեդականներն են երևալու տրասի վրա մենք որ գնում ենք չէ կողքից էտա երևալու որտեղ գնում ենք դեպի ճշմարտությունը որտեղ է փորձում ենք գտնել բայց ան բոլորն են գնում դեպի ճշմարտությունը մեկն է իսկ բոլորը իրանց համար ստարտի ճանապարհով վազում են մեր կողքը աթեիստներ չէ հիշեցիք որ սկսեցինք այդպես էլ սա հեսա կպտենաս մնացածները կհանդիպեն բոլորին պետք է մենք մտցնենք մեր ընդհանրությունների մեջ դե գնում ենք դեպի Աստվածը չէ որ այդ ճանապարհը ընտրեցինք մուսուլմանները չունեն աթեիստ նրանք այս կողմի վրա են լիան որ հայտարարեց դա հիշում եք չէ գնում ենք այդ ճանապարհով խնդրում եմ մի տարածվեք թեման շատ խիտ է ցեղասպանությունը ով կատարեց մենք հрьяաները թե սատանեն թե բանը տեսեք ինչ կազուսների մեջ մտան ոսկին պահեցին չտվին կուսակցությունները ով ստեղծեց հայերը երբ են ունեցել լիդեր ազգային միանձնյա Ես ինչ-որ չեմ հիշում, ես որ իմ կյանքում Մեր արքաները ովքեր էին Արքաները երևի պետք է լինեն պատմությունը թողում է տենց գեղեցիկ բաներ է թողում կենտրոնացված իշխանության նմուշներ գեղեցիկ կենտրոնացվածներ հզոր կրնեին նո հակառակը ես օրինակ ասում եք մի իսկ այդ երկու գլուխ արծիվները այդ օծերը երկու գլխանի չէ այդ մեր գերբը արծիվն ու այդ արյուծը այդ դրանք ինչ հետաքրքիր սիմվոլներ են ինչի է երկու գլխանի Ո՞իշն է երկու գլխանի մեկը արծիվի է կանգնած մեկն էլ այռուծը Կոջոյանի սարքած մեկը գետնի թագավորն է, մեկն էլ օդի թռչունների եւ կատնասունների կենտաններ։ Այդ երկու թագավորները մեծ Ստանասար Բաղդասար, ես երկուսի միտքը ինչի է դες այդքան վախեցնում որ երկու ղեկավարը կարող է մի գլուխը լավ չէ մի գլուխը չի էփվում, բայց մեր հայերն ասում են ասում ես ու քշում ես առաջ չէ ինքը չի լսում ես լեա իր մոտ ուշ է ընդհատումը դրա համար ինքը գրում է մեր խոսքի վրա լավ ասա հիմա լսում ես Ստանասարը Բաղդասարը ակնհայտ լիդերը այդտեղ Ստանասարն էր իհարկե Ինքը չվախեցավ ծովի տակ մտավ, Բաղդասարը ասեց ես կվախեմ, ես դուրսը կսպասեմ քեզ, Ստանասարն էլ հրախրատ տվեց, որ դուրս չեք ասես կանես, մեզ կանես։ Ինչ որոշում որ կայացվում էր, իհարկե հրաշալի է, որ երկու աղբերը իրար թիկունքին կանգնած, բայց ակնհայտ լիդերը Ստանասարն է, որովհետև ինքը մի բռից է ծնվել, ինքը ջերի ափի Սուրբ ջերի էլ կես բռից է ծնվել, թե բոյով բուսաթով, թե մտքով սա առաջնորդ է։ Իսկ ինչը վերաբերվում բուրգի գաղափարին, որը Ստեփանեսակից բերեց, դու չես պատկերացնում քաղաքականության մեջ ինչքան կան տեսություններ բուրգին վերաբերող։
բուրգը իդեալական կառույց է եւ կա օրինակ այսպիսի տեսակետ որքան բուրգը ավելի հաստ հիմք ունի այդքան ավելի կայուն է եւ ֆիզիկական աշխարհում եւ քաղաքականության մեջ այսինքն ինչքան ավելի կարճ է ճանապարհը ժողովրդի ստորին ծերտերից դեպի իր լիդերը ինչքան ավելի ինքը մոտիկ է ազգային հոգսերին, գաղափարներին, կարիքներին այդքան ավելի կայուն է բուրգը որքան ավելի բուրգը սլացիկ է երկար է եւ հիմքը փոքր է այդքան անկայուն է մի հատ կտոցից կարող է ընկնել կոտրվի ասա կոտրվի սեպ ալնում է ոչ թե բուրգ Ստեփան ջան, հիշում եք, ինձ մի անգամ ասացիք ֆանտաստիկ բան ասա, որ կարող եմ ցած ֆանտաստիկ միտք ասել։ Այդ բուրգը պատկերացնենք։ Ո՞վ ծառով մեռա, կներեք, էլի ես մի հատ ցուրտ սարքեմ գամ հետ։ Հա, գնա սարքի արի միջև մեկ Հայկի հետ կզրուցենք։ Խաչմերուկի վրա եկել ջամփի վրա նստած է քարին։ Հիմա այդ բուրգի ոնց որ օրինակը վերցնենք նա մեր պատմական Սիսնու Մասիսը մեկը հզոր մեծ Սանասարն է այնինչն էլ ասենք թե Բաղդասարն այս երկու հա մեկը պարզ է երկուսի մեջ մեկը պետք է մի քիչ ավելի մեծ լինի բայց նայեք էդի ոնց որ այս հոգևոր եւ պետական եթե վերցնենք տեսեք Սիսը իրա կոնֆիգուր, ֆանտաստիկ բան ենք, էլի, փիլիսոփայում ենք ասենք։ Տեսեք, Սիսը ավելի ճիշտ է, որպես գեոմետրիկ ֆիգուր, ավելի մաքուր է, ավելի ոնց որ հոգևոր ուժ չունի, հա, եկեղեցին այդքան, բայց ավելի մաքուր պետք է լինի։ Իսկ պետական լծակը, բուրգը, սենց ասենք։ Ուրեմն այս երկու բուրգերն էլ երևի կարևոր են, ու մեր ժողովրդի պատմության մեջ տեսեք եղել է շատ երկար ժամանակ որ մենակ հոգևոր հովիվներ են ունեցել ասենք մենակ եկեղեցին է ինչ որ թուրքերի հետ լեզու գտնելով իմիջայլուց եթե պատմությունը նայեք վերաբերմունքը սուլտանի քրիստոնյա եկեղեցիների լինի դա հույներին հայերին կաթոլիկներին միշտ առաքելությունը տվել է հայերին Եթե լավ փաստ, էդի պետք է եթե ճշմարտությունը ընդունում ենք ինչ-որ անգամ ուզեցել են հայերեն լեզուն, հայկական այբուբենը, ինչ-որ չեմ իշում Մախմուդ 10 թե 2 թե ինչ-որ տես բաներ է անգամ կան։ Հետո ես Երուսալեմի հարցում, որ այդ հայերին են, սուլթանն է որոշել, որ այդ կրակը, որ դուրս է եկել այդ բանը, սուլթանը միշտ շատ վաղ ավելի հայամետ է եղել։ Ինչ որ մեր եկեղեցին կարողացել է ինչ որ ձևով սուլտանի հետ լեզու գտնի ու մենակ իշխել է։ Էս էլ եղել է մեր թերությունը երևի, թուլությունը։ Ու այն պահին, որ աշխարհը խառնվեց իրար, եկեղեցին իհարկե չէր կարող առանց այդ ոնց ասեմ, առանց Մասիսի Սիսը չէր կարող ոչ մի բան անել։ Մասիսն ու Սիսը պրծավ, ես ինչ խառը բան խոսացիր չհասկացա, ճիշտն ասած։ Բաղդասարով, Սիսով, Մասիսով։ Որ երկու գլուխ ղեկավարությունը կարող ենք տեսնենք սենց, որ պետք է ղեկավարվի իրոք եւ ինչ որ հոգևոր բուրգ լինի եւ ոնց ասեմ լավ մի ասա լավ չէ ասելը չի գալի մի ասա հիմա ես ասեմ հա դու այդքան ասեցիր բայց միտքը չկարողացա բռնել ինչ ես ասում պատկերացրած ես մի հատ մոդել լավ լսի լավ մոդել լսի մի հատ ժողովուրդ որը ապրում է մի հատ կայսրության մեջ հա այդ կայսրության համար տուրք է վճարում աշխատում է ու բազմանում է բայց միևնույն ժամանակ
վտանգ է ներկայացնում դրա գործնեությունը բազմանալը, բանը ինչ որ կարող է այդ կայսրությունը հանկարծ վերցնի։ Այդ կայսրը ինչ տարբերակներ կարա մտածի այդ ժողովրդին վերացնելու, որ իր համար վտանգ է ներկայացնում։ Վերացնելու վերաբերյալ ինչ տարբերակներ կան, խնդրեմ, այդ տարբերակները ասա, դու կայսրն ես, քու կայսրության մեջ մի հատ ժողովուրդ ապրում, որի մոտ առաջացել են տրամադրություններ կայսրությունը փլելու։ Դու ինչ տարբերակներով այդ ժողովրդին կարող ես ոչնչացնել, տարբերակները ասա, այս կանեմ, այն կանեմ, այս կանեմ, այն կանեմ, մեկ ասա, ես կասեմ, այս դեպքում էսի չի անցնի, էսի սենց կլի, այս դեպքում էսի կանցնի, ասա ինչ կարես։ Առաջի հերթին, եթե ուզում եմ արագ էդի անեմ, պետք է հավատքը լեզուն վերացնեմ։ Եթե ուրիշ ճար չկա ֆիզիկա։ Ուզում ես ձուլես իրանց, քեզ։ Կուզենամ, եթե ոնց որ արեցին Վենգրիան չի ձուլվում, ինքը կամաց կրիստալիզացիայի մեջ է։ Բյուրեղային տեսություններ չեթանք հիմա ֆիզիկայի, ինքը կրիստալանում է, ամրանում է օրեցօր ու քեզ պայթացնելու է։ Դու այդ կրիստալիզացիայի մեջ ոնց պետք է խանգարես, որ այդ բյուրեղը որ պայթացնես, քեզ չվնասի, դու սուլթան ես կամ թագավոր ես, միտք ես, տեսնում ես, որ պրոցեսը գնում է, արդեն առաջանում է մի հատ տեսակ, որը վնասելու է ամբողջ քու սիստեմը, այդ սիստեմը, այդ կրիստալը, որը ամրանում, աճում է, ոնց պետք է ոչնչացնես, տարբերակներ ասա, եկեղեցիները կարան ոչնչացնեն, չի անցնում, ինչ ուզում ես արա, շարունակում է պրոցեսը։ Դու պետք է գտնես այն մեխը կամ այն պրոցեսը, որի դեպքում այդ կրիստալը աճելով մեկ էլ իրան ոչնչանում է։ Այսինքն դու պետք է ելի նորից գիտություն ունենաս կրիստալոգիայի մեջ։ Հիմա այդ ժողովրդին ոնց կարելի է ոչնչացնել։ Մի հատ զենքի անուն տուր։ Դերևս մեր թվարկությունից առաջ Պարսկաստանի թագավորը ասել է մի շատ իմաստուն բան, ինքը ասել է հայերին հնարավոր չի պարտեցնել, հաղթել, հայերին անհրաժեշտ է բաժանել։ Տեսար ոնց կտավ, մեկ էլ ասում է իր թե ասենց անենց, տեսար, իմաստուն լիան ոնց կտավ, այսինքն ինչ պիտի անես, եթե այս կրիստալը կետը, որի շուրջը հավաքվում է, կրիստալիզացիան առաջի կետի շուրջն է հավաքվում, ու սկսում է բուրգը սարքել, բոլոր կրիստալները սրվում են, եթե տեսել ես, հասկացա, այդ կրիստալիզացիան դու պիտի խանգարես, դնում ես երկրորդ կետը մեջը, երկրորդ կետը սկսում է կրիստալը թուլացնել մեջը, ոչ թե միանալով կրիստալի մեջ սարքում է երկրորդ կրիստալը, կրիստալոգիա որ անցնես, առաջանում է լարվածություն, կրիստալի մեջ, բավական է այդ կրիստալին, միացես փոքր բանով, խփես կտ, միանգամից այդ լարվածության ուժերը, որը պայմանավորված է առաջի կրիստալիզացիայով, երկրորդ պայթացնում է կրիստալը մեջից, վերջացավ, հանգավ ամեն ինչ։ Ուրեմն այդ տեխնոլոգիան, երբ որ տեսնում ես կրիստալը առաջանում, սարքում ես երկրորդում ու անկախություն ես տալի։ Դրան, ասում ես հեռացի ինձնից, որ ասկոլկե կնձի չկպնի։ Այդ պետությանը անկախություն ես տալի, քու մեջից, մեջը դնում ես, հետո ասում է որոշ ժամանակ այդ պայթումը գալիս են ընկնում են ոտերը, ասում են երնեք այն ժամանակ, երբ որ դու էիր մեզ ղեկավարում եւ մեր մեջ լարվածություն չկար։ Տես հիմա արի 100 տարվա պատմությունով նայ հայ ժողովուրդը այդ գիտությանը չի ենթարկվել։ Մի հատ հերթով արի։
Իմիջայլուց ինչ-որ ասում են մի իսպան ասել է, որ մեզ պետք է չի թագավոր պետականություն։ Ասենք թե մեկը ասել է։ Որ կարևորը մենք ապրենք, այսպես ասած, բազմանանք եւ այլն։ Հիմա նայի, դեսեկա այն մտքին, հիմա այս ինչի պատմեցին, որովհետեւ հիմա 2 ամիս է մնացել Հայաստանում, 2 բևեռ առաջացել կրիստալի մեջ, մի բևեռը կրիստալ չտվեց ժողովրդին, բայց կրիստալի օրենքի մեջ է, Սերժ Սարգսյանը չկարողացավ բյուրեղացնել Հայաստանի ուժերը, չկարողացավ, բայց կրիստալը, աղի կրիստալը, էլի, աղ ասեն, գալիս է մի հատ ուրիշ կրիստալ, էսի Գագիկ Ծառուկյանի կրիստալն է, եւ այս աղի ու այս կրիստալի մեջ հիմա լարվածություն կա, դու պատկերացնում ես ինչ կլինի, կամ պետք է մնաս աղի թագավորության մեջ, որը որ լուծվում է ջրի մեջ, կրիստալը, բայց լուծվում է, փախնում են հայերը, կորցնում ես կրիստալը, բայց լուծվում է ջրի մեջ, կամ պետք է գա մի կրիստալ, որը մեջից ձևակերպվում է, երկուսն էլ թափանցիկ են, բայց մեկը չի լուծվում ջրի մեջ, բայց պիտի պայթի, աղը չի թողալու, հասկացա, այս ընտրությունները նախագահական դրան են տանում, բայց այս ինչի է տենց եկա, բայց հիմա ռազումը հասարակության, կամքի ազատությունը կարող է փրկի, հնարավոր է, որ այդ 2 կրիստալիզացիան դրսից դրեցին, ինչպես դրեցին 80 քանի թվին, 87 թվին, մի քանի կուսակցություններ բանի մեջ, Արևմտյան Հայաստանում, նույն բանն է, Սուլթան չէին կարա դնեին, բայց համայնքը բաժանեցին արդեն կենտրոնի, դրսից եկավ, չէ, այդ գաղափարը, եկավ, բերվեց, մտցվեց, եւ այս գաղափարը պայթացրեց ամբողջ հայությունը, եթե նա ստրուկը լեր Թուրքիայում, կփրկվեր, եթե նա գերի լեր, չունենար լարվածություն կառավարության հետ, բայց հրահրվեց, չէ՞ լարվածություն, իրերին նայեք ճիշտ ոնց որ կա, ուրիշ բաներ չխոսակ, տեսություններ չգրեք, որ հայ ժողովուրդը Թուրքիայում կրկնակի շահագործման էր ենթարկվում, տալիս էր գլխաքանակի հարկ, տալիս էր եկամտահարկ, տալիս էր ինչ, այդպես գրքեր չգրեք տնտեսական պատճառաբանություն, որ ցեղասպանությունը ինչից եղավ, այդպես բաներ չասեք, որ դրա պատճառով նա ոտքի ելավ եւ ուզեցավ ազատագրական պայքարի գնալ, որովհետեւ ինքը կրկնակի եռակի էր շահագործում, այդպես հակագիտական բաներ մեջտեղ չբերեք, բերում են չէ գիտնականները, որպեսզի ապացուցեն, որ հայ ժողովրդի ազատագրական պայքարը հիմնված էր սոցիալական շահագործման վրա, ընդհանրապես տնտեսական հարցերի վրա, հասկացա, եւ իրան որ դեմ տաս կասես, ախր հայ ժողովուրդը, այդ որ դու պատմում ես, Թուրքիայի մնացած ժողովուրդներից ամենահարուստն էր եւ բարգավաճը, այդ ինչ ես խոսում դու, ինչի՞ ես հարկ էր տալի եռակի, սիրում էր տալիս էր, պահանջում էր Սուլթանը, ասում էր, այս անասունները փող չեն տալի, դուք իմ աշխատավորներն եք, մի քիչ ավելցրեք, որովհետև Եմենում պատերազմ են սարքել անգլիացիները կայսրության դեմ։ Դու որպեսի անգլիացին, որպեսի Եմենում հաղթի Թուրքիային, կուսակցություններին հրամանատալի դուրս կան Սուլթանի դեմ, սրանք դուրս են գալի։ Նույն ձեռագիրը Ռուսաստանում է 1905 թվին։ Ախր պետք է կարողանա կարդալ սրանք, այս երևույթները։ Որտե գլուխ պոզերը տնկես ու հետևից բիբարը կողում են, հետևը վազում ես խփելու սրանները։ Հիմա ես ամաչում եմ, պիտի այսպես ասեմ ես ձեզ, սաստիկ ամաչում եմ, որ իմ նախնիները ապրելով Բուրսայում 1878 թվականին, երբ որ Բուլղարիան ազատագրվեց,
շիպկայի հերոսներով բանով ռուսները մտան պոլիս էին մտնում Կոստանդինապոլիս հայ-թուրքական ռուս-թուրքական պատերազմական գործողությունները վերջը կանգնեցին պայմանագիր կնքին Ռուսաստանը ասեց որ այսքան ճանապարհ է եկել այսքան զորք է բանել այսքան միլիոն ոսկով կոնտրիբուցիա ռազմատուգանք պետք է մուծես Թուրքիայի Թուրքիան էլ ասեց լավ կմուծեմ էլի բարի շենք Բոսֆորի դարդանելով հետում գալիս ենք բայց այդ ռազմատուգանքը մուծելու համար Սուլթանը ասեց որ ժողովրդի վրա չդնենք այս հարկը հարուստներին օլիգարխներին այն ժամանակվա ով ինչքան կարա թող տա որ այս կոնտրիբուցիան փակե մենք դու մի ասա մի պապենական կողմը օլիգարխը աշխատե Սուլթանի մոտ օլիգարխ եղա զբաղվել են մետաքսի արտադրությամբ գործարաններ ունեցել եւ մի հատ ահռելի տոկոս ասեք կոնտրիբուցիայի 30% բան այս իմ նախնիներն են տվել են փակել են ռուսների հետ պարտքը այս նախնիները ստացել են Սուլթանի հետ ցանկացած ժամին մինչև գիշերվա 12-ը քանի ինքը քնած չի գա երբ ուզի ինչի մասին խոսի կոֆե խմեն սուրճ խմեն եսի ինչ անեն այտենց սուտ իրավունք նարդի խաղան իրավունքներ որովհետև այս հայ օլիգարխը պատերազմի մեջ է հիմա այս իմ հայրեն պապուս եսի ինչ է որ տվելա ես ամաչեմ թե հպարտանամ հարց եմ տալի ձեզ ամաչեմ չէ Ոչ են Չեղը հավեսի, էլի աստծու և սատանայի ճանապարհի վրա եք, ամաչեմ թե հպարտանամ Ոչ են Հիմա ես ուրեմն եսի կանխվածա հետևյալից Ինչպիսին են հայ-թուրքական հարաբերությունները տվյալ պահի Այս սրանից է կախված իմ ամաչելն ու հարաբերական ստացվեց Ուրեմն երևույթներ, որոնք հարաբերական են, ես ինչի ասեցի Քանի որ ցեղասպանությունը կատարել են հետո ես 78 թվին է կատարվում այս դեպքերը հետո պետք է գա կուսակցությունները հետո պետք է գան խառը վիճակներ ու կատարվի ինչ որ բան այդ ժամանակ Երդրումի ջարդերից հետո է անմիջապես Երդրումի ջարդերից հետո է Որը 1978 թվականին 78 այս պատերազմը եղել հայ ռուս թուրքական դրա մասին է խոսք 78 հələ 14 թիվ չկա այդ պատերազմ Երդրումի ջարդերը Ես չգիտեմ Երդրումի ջարդերը որ թվին են կատարվել դա չգիտեմ բայց դուք որ երբ որ տեղաշարժվում եք տենում եք Սուլթան Համիդ Գարբաչովի ժամանակ Սումգայիթում նույն ձեռագիրը հայտնվեց կայսրության մեջ երբ ամբողը կամ ինչ որ ուժեր ջարդում են քաղաքացին քաղաքացուն հələ ինչ նման է բայց ինչի էս դեպքում հանկարծ կայսրության վրա չդրվեց մեղքը ղեկավարի այլ գնաց միտումնավոր դրվեց ադրբեջանական ժողովրդի վրա ինչու Սուլթան Համիդի վրա չդրվեց Գարբաչով Համիդի ինչի չդրվեց չէ որ պատասխանատվությունը կրում է պետության ղեկավարը ինչու 96-ին Համիդի վրա դրվեց տեսեք հարցեր կան որը չի պատասխանում բայց եթե որպեսզի պատասխանես պետք է ձերբազատվես բոլոր պայմանականություններից որոնք քո վզին փաթաթում են կախված ժամանակից այո եթե այսօր հայ-թուրքական հարաբերությունները գնան այնպես պրոտոկոլներ ստորագրեն եսի ինչ Ինձ կօգտագործեն այս պատմությունս հայ-թուրքական բարեկամության վառ օրինակ անդրանիկ, մանդրանիկ սաղ կգցեն ենքոմ հասկացար ինչն է պայմանականը իսկ հիմա թշնամություն է պետք այս մասին չխոսակ այս բան ես է պետք է պահեմ ինչ գործ ունեմ այ մարդ կեղտոտ մի պապուս աղբերը լսրիկային նայի փոխանակ այդ փողերը պահի մեր ազգային ազատագրական շարժման մեջ ֆինանսավորի կուսակցություններին շեշտ տարել դա կոնտրիբուցիան ես կտամ այսքանը
Իգտել ընձիտենա երազից մեզ կկա վաղը չեմ իսոր կասի ամոթա դու էլ անուն ազգանունդ Քիրեմիջյան հա ինչ ա եղել չեմ ճանաչի դեմքը չեմ տեսել ես հետի որ արել եմ հայրենասեր եմ եղել որպես իսկ դու ինձ խայտարակ արեցիր ինչ պետք է պատասխան տամ երազից մեջ այդ մարդուն տեսար երազից մեջ էլ լեզուս պետք է բռնվի չպետք է կարողանամ խոսալ եւ այսպես կյանքը գնում է մենք չենք կարողանում մեր կամքը որ այդքան ազատ է մենք ազատեցինք չէ աստծուց սատանայից ասեցինք մեր կամքի հետ է այս աշխարհը ֆռում մարդկային կամքերի հետ աստված էլ է վախենում մեր կամքից անընդհատ շղթաներ է գցում մեր կամքի վրա տարբեր տեսակի արծաթե մարծաթե խաչերով տեսակ ասում է կամքի ազատություն մի տուր սեսիս էլ ծարայենին էլ ծարա ծոմ պահիր խաչանի երեսիդ ոգևորի քու մերյալներիդ ամեն երկու շաբթի գերեզմանները գնա մերելոցարա արի պատարակարաբան սես բաներա դնում որ կամքը թանկած չկատաղի հելիասի ես ազատ եմ ես աթեիստ եմ աթեիստը խնդած կողքից ասում է Ստեփանը տարավ վերեցել ինձի խայտարակ արեց եղավ կամքի ազատության մասին եկեք խոսացեք էլի անընդհատ եմ տանում ազատ մարդ որ իր կամքը հանկարծ չվնասի իրեն եւ մարդկությանը ինչ պիտի անի աստծուն էլ մի կողմ թողեք հանգիստ թողեք նա կխառնվի այն ժամանակ նա քու կամքը չի կրթում բարձրապես շապիկներ է զսպա շապիկը հագցնում ազատություններն է սահմանափակում բայց չի կրթում կամքդ որովհետև եթե կամքդ կրթվեց դու Աստված ես որովհետև Աստված միակն է որը կրթված կամք ունի ոչ մեկին հաշվետու չի ինքը ազատ է ինքը անում է այն ինչ որ սիրտը ուզում է իրավացի ես եթե կարելի է լրացնեմ մենք վերադառնում ենք սա կարևոր փուլին մեր զրույցի այն է որ մեզ անհրաժեշտ են կրթված մարդիկ տեսաբաններ որոնք կարողանան ճիշտ ամփոփել պատմական անցյալը եւ անհրաժեշտ են կրթված մարդիկ որոնք կկարդան այս գրվածը տես դու ասեցիր ինչքան թյուր կերպով է ներկայացվել հայի սոցիալական դիրքորոշումը Օսմանյան կայսրության մեջ որ ընդվզում էր իր հայրենիքը ազատագրելու եւ ոչ թե տնտեսական ինչ-որ անկախության շահերին հասնելու բայց մեր ստոր սովետական մարքսիզմ լենինիստ պատմաբանները մեզ այդպես էին ներկայացնում չկար մեկը որը իսկ կերպով վերլուծեր ամփոփեր եւ յուրաքանչյուրի սեփականությունը դարձներ ճշմարիտ պատկերացումը պատմական դեպքերի մասին ինչու պետք է անհրաժեշտ է անընդմեջ ուսումնասիրել անցյալը որտեղ անցյալը երաշխիք է ապագայի մինչև դու լավ ուսումնասիրես անցյալը դու անվերջ այդ նույն բահի վրա այդ սուր կողմի վրա ու մերկ ոտերով կկանգնես ու կկտրես ոտերդ անցյալը անընդմեջ մեր առջևը կանգնում է եթե մենք չենք ճանաչում անցյալը նույն սխալները կրկնում ենք մենք պետք են գրագետ տեսաբաններ եւ գրագետ ընթերցողներ կրթությունը մեր առաջին ամենակարևոր նպատակը պետք է հիմա դառնա ուրեմն կամքի ազատությունը Աստված մարդ սատանա այս կոմբինացիայի մեջ մենք տեսնում ենք հանկարծ գտնում ենք այդ իրական միջավայրում ոչ թե եւ նյութը աթեիստական որ ընդ կանգնած է Սա միջավայրում է այդ դրա մեջ կողմնորոշվելը գիտես ինչ է նշանակում ինչ ճիգ է պահանջում ինչ միտք է պահանջում ինչ իմացություն քեզնից լախկես ու լախկեցիր կամ քեզ նյութը կուտի կամ սատանան կտանի կամ Աստված կտանի հասկացա կտանի Աստված քեզ կպարտադրի օրը 24 ժամ իրան փառաբանես դա տարավ արդեն տարավ եթե ինքը
Աստված այդ մտքինա, որ քեզ տանի ու իրա փառքը ավելացնի, որ գիշեր ցերեկ ասես դու ես Տերը ամենակալ հայր եւ վերքնքում տակը վրա սենց անընդհատ ոչ ուտելը սա ուտել ոչ բան քեզ պետք է փառք տամ որ քնում եմ իզուր տեղն եմ քնում պետք է աղոթեմ քեզ համար կարգին Աստվածը կասի ամոթ տես ոնց ես թու չեմ տա գնաս զբաղվի քո աշխատանքով եւ ծաղկացրու երկիրը որ քեզ տված է ժամանակավորապես այդպես կասի Աստված ուրեմն Աստվածամոլությունը նյութա պաշտությունը տեսակ ինչ եղավ գիտես շարիկներ են դրա գիտես բայց միևնույն ժամանակ մեր հին տոմարում տարվա 365 օրը յուրաքանչյուրը նախատեսված էին որոշակի գործերի համար իհարկե այսպես ասած աստղերը կատարում են որոշակի ժամանակահատվածում այս կամ այն տեսակի գործունեությունը դες մենք պահպանել ենք մինչև հիմա որ խաղողը պետք է էտենք մարտի սկզբին մենք պահպանել ենք մինչև հիմա թե երբ պետք է անասունին խաչասեղենք բայց մենք կորցրել ենք շատ ավելի կարևոր բանը թե երբ պետք է աղջիկ ուզենք երբ պետք է ջահելներին փակենք որ 9 ամիս անց առավելագույնս գենետիկ կատարյալ երեխա ծնվի եւ այս ամբողջ հաշվարկները ի վերուս տված էին եւ մենք պահպանում էինք բայց եկանք իջանք ամենաստորին մակարդակին որտեղ պահպանեցինք գյուղատնտեսական կարևոր գիտելիքները իսկ մարդաբանականը աստվածայինը հոգևորը կորցրեցինք իհարկե դրա համար է ես ասում որ կա գործողություն որը ժամանակավրեպ է եթե դու փորձես ձմեռվա կեսին խաղող տնկես չի ստացվի եթե ամռանը փորձես ձմեռվա գործ անել ցավ կտրես էլի հիմարությունը պետք է մարդ ապրի գիտակցված եզերական գիտելիքների վրա հիմնված Եվ դա է այդ բանը երբ Աստված քեզ կատարում է բայց նայ հետաքրքիր է չէ մենք հարգում ենք մեր պատմություն ոչ թե պատմություն ասենք այն ինչ որ ձեռք է բերել մարդը քաղաքակրթություններ ստեղծել մենք է դրա այս վիճակի մեջ են քաղաքակրթությունները հիմա շարունակվում են առաջ գնալ գիտությունները այն որ ստեղծել են ճանապարհին կորցրել ենք հետո գտել ենք ուրախացել ենք հետո ասում ենք թե հանուն մարդուկ ավելի են եղել այդպիսի բան չի եղել հիմա ավելի զարգացած է դրանու ոչ մի խոսք բայց զարգացած են ինչի հաշվին հենի բազանկամ միշտ կա դրա վրա ես նստած դու բայց հիմա դրա վրա եթե չես զարգացնում եթե չես ավելացնում հինը կանգնացրել վրան նստել ես արդեն դու ուրեմն վերանալու ենթակա ես դու պիտի գնաս հին մարդը ինչքան գնաս 10000 տարի առաջ 9000 տարի առաջ ավելի զարգացած եղել քան 10000 տարի առաջ 8000 կապ այդպես գալիս է չէ որ ինքը պիտի կընտելացնի կենթանիներ հողը մշակի տեխնոլոգիաներ գտնի սովորույթները բաները ուրեմն դուրս է գալի դու չես կարող քո մոտ ընդհատես ժամանակ ասես մեր մոտ ժամանակը չի զարգանում մարդկությունը այլ վերջացած անդե ինչ կար չկար չես կարող օրինակ խաղողի վրա որը դու ասեցիր միտքս պայծառացավ խաղող ասեցիր հետում են մարտին հիշում ես հիշեցի այո գիտությունը Ամերիկայում ցույց տվեց որ խաղողը մարտին պետք չի հետել ինչի խաղողը պետք է հետես ուշ աշնանում այ քեզ բան ինչի որովհետև ասեց դուք հակառակ փողն եք երկրագնդի չէ դա այդպես ինչ ասեց մոտ ցերեկա մոտ գիշերա դա այդպես ինչ ասեց մեր մոտ էտում են գարնանը լավ լսի եւ այդման ժամանակ ասма հետեւյալը մի բողբոջ
երկու բողբոջ թողում ես, երրորդից կտրում ես։ Խավ այն երրորդ բողբոջի վրա ոչինչ չի բռնի։ Այտենց են ասում։ Այդ բողբոջը կանցնես նոր կկտրես։ Այս երկուսի վրա կբռնի բերքը։ Այստեղ գիտությունը, ամերիկացի չասես, գիտությունը, որոնք զբաղվում են։ Գնա գալիս եմ, տեսան որ խաղողի արմատը իր կենսահյութը հավաքում է պաշարելու համար, որպեսզի գարնանը ջրի հետ նորից դուրս գա դեպի տերևներ, բողբոջներ առաջացնի, շարժվում է կեղևով կամ բնափայտով, ուշադրություն դարձրեք, կեղևով է շարժվում եւ աշնանը հավաքում է, արտահայտում է բնափայտով, մազանոթներով, երբ որ գարուն է գալիս, եւ երբ որ մարտին կտրում ես, էտում ես, այդ խաղողի ամբողջ հյութը սկսում է լացել խաղողը, հյութը արմատից, որ կուտակել աշնանը, թափում է գետին, բայց բոլոր դեպքերում այդ բողբով որ կտրել ես նորից աճում է, անցնում է մի հատ ստրեսի միջով խաղողը, որովհետև դու իրան կտրել ես վերք ես առաջացրել, կենսահյութերը թափում է լացալու, սրանք կտան աշնանը կտրի, ոչ մի հյութ չի թափում, ձմռանը անցնելով այդ վերի վրա, այդ կտրածը չորանում սպիանում է, էտումը կատարվել է, գարունը բացվում է, կենսահյութերը բացվում են, ու դու տենաս այդ խաղողի ծառը ինչ առողջ է, բերքատվությունը բարձր, իրանք գտել են էդի, հիմա այս տեխնոլոգիան, մերոնք ինչ են անում, բացի նրանից, որ աշնանը չեն կտրում, մեծ դժվարություններ առաջանում, գիտես ինչի հետ, հողի մեջ թաղելու հետ, որտեղ մենք սառնամանիքներ պետք է անենք սառը, եւ մերոնք գտել են այն ժամանակ, որ հողի մեջ թաղելու ժամանակ չի կարելի կտրել, որտեղ ես կտրեցի դնկ կտնկվի, չէ՞ սենց խաղողը, էլ ոնց պետք է թաղես, այլ իրան պետք է բռնես այդ մազերից, շիվերից, դնես ոտի տակ, ընկերոջդ ասես վրեն հող լցրա, ինքը կլցնի, եւ այդ ծանրությունը ինքը չի կարա բարձրացնի, ահա այս սխալն է, օքեյ, ձմեռվանից վախենում է ուրեմն այդ էտելը, դες հին մարդը ինչ արե, որպեսզի մազերը բռնես, պարկասնես, վրեն հող լցես, ինքը տես մնա, հետո երբ որ գքա գարունը, մազերից բռնես, բարձրացնես, հողերը թափես, նոր էտես, էլ ասելա, բայց հյութերը կորում են, ասելա ճար չկա հին մարդը, ձմեռը սենց, հիմա դրսի տեխնոլոգիան ինչ ասում, մեզ է հիշացնում, ասմա, դուք Արարատյան դաշտավայրում, որ սառուցներ եք, վախենում եք սառից, Արարատյան դաշտավայրում ձեր թարմաները սառչում են, ասում ես չէ, չեն սառչում, ասում ինչի չեք գնում այդ ճանապարհով քիչ եք գնում, ասում ես թե ո՞նց անեք բա, թարման բարձանում է, այգիները ու թարմա չես անի, ասում նայեք, խաղողի բունը հաստացրեք, թող լինի 1 մետր, 1.5 մետր, բայց բունը լինի 20-30 տարվա, եւ աշխատեք այս տեխնոլոգիայով, աշնանը հետեք, խաղողի ծառը կմնա որպես թարմա, գարնանը կուժեղանա, բերքատվությունը մի քանի անգամ արագ եւ հավաքելն է ավելի արագ, որովհետեւ ծառը հաստ ասենց կանգնած է, սաղ բերքս ցցված է վրան, ոչ թե տերևների արանքով մանկած, բաներ սարքես, ինչ որ լարեր սարքես, ինքը սաղ իր վրա կրում է, այնքան հզոր է։ Ասում ես տես հələ ոնց են մտածել։ Տեսակ ես դες ինչ տեխնոլոգիա ասեցի։ Եվ ասելով եկա, ասեցի մերը տեսեք ինչ են արել, իրանք տեսեք ինչ են արել, հետո իրանք մտածել են եւ գնում ես Կալիֆոռնիայի այգիներով, Ֆրանսիայի այգիներով, երբ այդ նկատեցի, դրանք չունեն այգիներ, որոնք որ բերքի տակ են դրել, այգիները 30-40 տարվա այգիներ են, ահա ամեն մի թուփը հաստությունը, սենց, նախ ունի մեկուսացում, ոչ ցրտից է վախենում, ոչ մի բանից, խոտել չի աճում տակը։ Կլիմայական պայմանները լրիվ ուրիշ են, սուբտրոպիկներ են դա։ Ինչեր։ Սուբտրոպիկ, Կալիֆոռնիայում սուբտրոպիկներ են, չէ՞։ Արևադարձային Հիմա մեր խնդիրը հետևյալն է, էդ էլ գարնանը թե աշնանը,
ես պատմեցի, չես կարող աշնանը հետել, բաբտի մազերից բռնես, պարկացնես, վրեն հող լցես, իսկ այդ հողային աշխատանք կատարել, թաղել, բացելը, ահա որ ծանր աշխատանք է, ահա որ, խաղողը տենց է, հիմա ես որ խոսում եմ, ասում եմ, կա ճանապարհ, որովհետև եթե դուք գիտեք, որ ձեր թարմաները չեն սարճում, որ դուք նրանք չեք թաղում, որովհետև արմատը արդեն հաստ է, եւ եթե դուք այդ արմատի վրա նույնիսկ չթաղեք, այլ մեքենան գա թուղթ փաթաթի միացել, փաթաթի գնա, այդ աշխատանքները ավելի թեթև կլինի, սառելուց մի չեք վախենա, հասկանում եք ինչ իմաստ եմ խոսում, եւ դրա մասին է խոսքը, եւ մտածեք պարզապես, գյուղատնտեսություն, բան, դեսի արդեն հարցա, որը որ ինչից եկա, որ ասեցի, հնույց եկած բաներն էլ, որ բերում ես, դու իրավունք ունես զարգացնել, առաջ տանել, հենվելով հին գյուտերի, հին իմացությունների վրա, բայց որպեսզի առաջ տանես, կամքդ պիտի լինի ազատ, դոգմաների մեջ չբռնես, եթե դու դոգմաների մեջ ես, վախենում ես Աստծուց, պատիժներից, բանից, գիտակցությունդ սկսում է չզարգանալ, մտնել կոնսերվացիայի մեջ, դառնալ կոնսերվատիվ պահպանողական, այն ինչ որ ստեղծվել է դրա մասին չմտածես այլ ձևով, այն ինչ որ ասել է դա ասված է, դա ճիշտ է, չփոխես։ Այս տեսակի մտածողության ճանապարհը մենք ինքներս փակում ենք, որովհետև մտածողությանը պետք է զինել բարոյականությամբ եւ ազատությամբ։ Ուրիշ ոչ մի բան, բարոյական ազատություն, որովհետև ազատության ճանապարհին, եթե հանկարծ նա անբարոյական դարձավ, աշխարհի մուխը կմարի, կառաջանա արդեն սատանայի թագավորությունը, ուրեմն բարոյականությունն ու ազատությունը տանում են Աստծու ճանապարհով, բարի Աստծու։ Մեր ճանապարհը շարունակենք, դեն տատենք։ Այո, եթե կարելի է, ես մի բան ասեմ։